Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Արցախցի կնոջ հետ 3 մետրոյում տեղի ունեցած միջադեպի եւ իմ կողմից վերջերս լուսաբանված մի քանի այլ իրադարձությունների համատեքստում մի դեպքի մասին եմ ցանկանում բոլորին պատմել, որն առնչվել են ընկերներս մի քանի օր առաջ Գորնիձոր համայնքում։ Ուրեմն 3 արցախցիներ, ովքեր շինարարական աշխատանքներով են զբաղված Տեղ եւ Գորիս համայնքներում, այցելել են Գորնիձոր համայնք եւ լուսանկարվել Արցախի ֆոնին։ Այնտեղից լուսանկարվել են Հակարի կամրջի եւ Արցախի ֆոնին։ Պատճառը կարոտը քաղելն է, նրանք մի քանի լուսանկար են կատարել, մի քանի տեսագրություն են կատարել, ինչևէ դա էական չէ ընդհանրապես։ Վերադարձի արդեն ճանապարհին նրանց կանգնեցրել են ազգային անվտանգության ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, փաստացի արգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից եւ մոտ մի ժամ, 2 ժամ հետո արդեն նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով։ Նախատեսվում էր, որ նրանք պետք է ենթարկվեին վարչական պատասխանատվության դրամական տուգանքի տեսքով, այնուամենայնիվ բավարարվեցին նախազգուշացմամբ, նրանց հեռախոսները փաստացի խուզարկության ենթարկվեցին առանց դատարանի որոշման, բայց էականը եւս դա չէ։ Այդտեղ ոստիկանության արդեն բաժնում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը արցախցիներից հետաքրքրվել է պատճառով այդ լուսանկարների եւ տեսագրությունների կատարման, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են ընդամենը քաղել առանց որևէ այլ նպատակի, ընդամենը լուսանկարել են Արցախը։ Այնտեղ նստել, մի քիչ, այսպես ասած, Արցախի օդն են շնչել եւ լուսանկարվել Արցախի ֆոնին։ Եվ ի պատասխան ոստիկանության այդ բարձրաստիճան պաշտոնյան փոխգնդապետի կոչումով, տեսեք ինչ պատասխան է տալիս արցախցուն։ Ասում է, դե եթե կարոտ եք քաղում, մենակ գնացեք հանձնվեք եւ այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք։ Ձեր տուն հանձնվել եւ այլն եւ այլն։ Հիմա ես այդ ոստիկանության փոխգնդապետին այսպես հրապարակային մի խոստում եմ ցանկանում տալ եւ մի երկու խոսք ասել այդ քաքլանին, ով որ երևում է որ վարպետ է հանձնվելու կամ կարոտ քաղելու հարցերում, որովհետեւ նման առաջարկներ է կատարում։ Դու վաղ թե ուշ պատասխանատվության ես ենթարկվելու։ Այս խոստումս հիշի։ Դու պատասխանատվության ես ենթարկվելու։ Այդ արտահայտությունների համար, այդ ատելությանը համար, այդ խտրականությանը համար եւ այդ ստորությանը համար, որը համարձակվել ես հնչեցնել Արցախցու հասցեին, դու պատասխանատվության ես ենթարկվելու դրա համար։ Հրապարակային քննադատությունը արդեն իսկ քեզ խոստացված եւ կատարված է, բայց իրավական պատասխանատվության դու այդ քայլիդ համար եւս կենթարկվես։ Այսքանը։